Ինչ քաղցր է մեր Աստված, ամեն, ինչ քաղցր է մեր Աստծո ներկայությունը, ինչ զորավոր է իր ներկայությունը, գիտես, մի ագին ժամանակ առաջ, մի խնդիրով է անցնում, մի դժվարությունով է անցնում, ու մեր եղբայրները, ագին չէ, մի կար ժամանակ առաջ ներողություն, ու մեր եղբայրները կվգային, եթե չլիներ Աստծո զորությունը, եթե չլիներ Աստծո ողորմությունը, ես այսօր ձեր առաջ կայնած չէ եղնի։ Մեր Աստված այնքան զորավոր է, մեր Աստված այնքան ողորմած է, սիրելիս, որ Աստված գիտես ինչ է ասում, հիշում ես այն խոսքը, որ ասում է ես քեզ ասել էի, որ դու պիտի չմեռնես, դու պետք է ապրես ու Տիրոջ գործերը պետք է պատմես։ Այդ խոսքը մինչև այսօր ու վաղը ու մյուս օր ու հավիտյան ակտուալ է, փառք Հիսուսին։ Տիրոջը հուսացողը սիրելիս, թեև մեռնի էլ կաբրի, ել եմ ասում, Տիրոջ զորությունն է, որ ես այսօր ձեր առաջ կամ։ Փառք Հիսուսին։ Կարաս ողջունես կողքինիդ ու նստես Տիրոջ քաղցր ներկայության մեջ, Տերը օրհնի ձեզ, փառք Հիսուսին ձեր համար, շնորհակալություն, փառաբանության թիմ ջան, հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ողջունում եմ ձեզ, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, նաև մեզ համացանցով դիտողներին Տերը ձեզի շատ օրհնի, այսօրվա խոսք ուզում եմ սկսեմ երկու վկայությունով, երկու հիանալի վկայությունով, մեկը անցած շաբաթ ծառայության վերջում եղբայրներից երկուսը մոտեցան, ասին Հով ջան, ուժեղ վկայություն ունենք ասելու, ասում եմ կասեմ եւ իրանց թույլտվությունով այսօր վկայում եմ։ Ուրեմն եղբայրները մոտեցան, արդեն գիտենք, սեզոնը սկսվել է, հայերեն ոնց այդ բառը ժողովուրդ, սեզոնը։ Մի խոսքով սկսվել է արդեն Մարտիկ արդեն առևտուր են անում, կլուբնիկի սեզոնն է, կներեք այդ բառիս համար, ու եղբայրը վկայում է, որ ասում է Հով ջան, օրական ծախում էինք 10-ից 15 կիլոգրամ կլուբնիկ, ասում է մենք ունենք բանջարեղենի, դենց մրկեղենի ու բանջարեղենի տեղ, որտեղ որ առևտուր ենք անում, ասում է հենց կոնկրետ կլուբնիկի ծախում ենք 10-ից 15 կիլոգրամ, ու ասում է եղբորս հետ որոշեցինք, որ պետք է մեծ զոհաբերություն անենք հենց կոնկրետ կլուբնիկի համար։ Ասում է զոհաբերություն այդ շաբաթ արել ենք, գնացել ենք տուն, Աստծուն փառք ենք տվել, ու ասում է չես հավատա, ասում եմ հավատացյալ մարդ եմ, կհավատամ, ասում է ու գիտեք թվերը մոդս նշել էի, որ չմոռանայի, ասում է այն ժամանակ ծախում ենք 10-ից 15 կիլո օրը, հիմա օրական ծախում ենք 250 կիլոից ոչ պակաս։ Դուք պատկերացնում եք Աստծո խոսքը ոնց է գործում, ասում է մի հատ տվեք ու փորձեք, էլի, լտեսեք, չեմ բացի արդյոք երկնքի պատուհանները, ու եղբայրները հավատքով ցանել էին, ու հենց հաջորդ շաբաթ հավատքով սկսել էին հնձել, ուրախությունով սկսել էին հնձելը։ Փառք Հիսուսին, երկրորդ վկայությունը էլ ավելի դենց ուրախացնող ցնծող է։ Իհարկե սա էլ է ցնծող, որ մարդը տենում է, որ Աստված հավատարիմ է ու իր կողքին է։ Այս երկրորդ վկայությունը զոհաբերության հետ կապված չի, բայց կապված է մի քույրիկի հետ, որ երկար տարիներ աղոթել է, որ երեխա ունենա, ու ինքը երեխա չի ունեցել, ու ահագին ժամանակ, չգիտեմ, անկեղծ տարեթիվը չեմ հիշում, քանի տարի է, որ ինքը երեխա չի ունեցել, ու մեր ծառայություններից մեկի ժամանակ, երբ որ մենք աղոթում էինք բժշկության ու ազատագրման համար, քույրիկը ծառայությունից ուշացած մտավ ներս, երեխան գիրկը ինձ ասավ, ինչ չեք հիշում, ասեցի չէ։ Ասավ լավ, ու մենք իր համար աղոթեցինք ու քույրիկը գնաց։ Ու գիտեք, ինձ մեր քույրիկներից մեկը մոտեցավ, ասավ Հով ջան, չես հիշում ինքը ով է։ Ասում եմ, չէ, անկեղծ չեմ հիշում, ասում է քույրիկը երկար տարիներ երեխա չեր ունեցել, ասում է եկել էր հավատքով ստե որ աղոթեիք, որ ինքը երեխա ունենար, ասում է այսօր այդ երեխուն ձեռը բռնած, երեխուն գիրկը եկած եկել էր որ օրնեիք։ Հալելույա։ Աստված հավատարիմ է, սիրելիս, Աստված աղոթքներին պատասխանող է։ Այն ինչը որ մարդու կողման են անհնարի է, Տիրոջ կողման է հնարավոր է։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Այսօր Սատանեն ամեն ինչ անում է, որ ես այս թեման որ պատրաստել եմ չխոսամ, բայց ասեմ, գլուխը պատինա տվե, մեգա խոսալու եմ։ Ամեն։ Այսօր խոսալու եմ մի կարևոր թեմայի մասին, որ չգիտես ինչի, նույնիսկ եկեղեցում, նույնիսկ եկեղեցու քույր ու եղբայրների մեջ մի քիչ տարաձայնություն կա, խմել կարելի է թե չի կարելի։
Հիմա կարանք խմենք, թե չեն կարող, լավ գինի է չես խմում, հա, մի կարող է գինի է չես խմում, հա ինչ ա եղել, օրինակ գիտես մեր, չգիտեմ, եսին որտեղի քահանան գինի ա խմում, կամ չգիտեմ ինչ ա անում, սելիս ես մի օրինակ բերեմ, հենց կոնկրետ ինչը որ իմ հետ ա տեղի ունեցել, մի քանի որոշ ժամանակ առաջ ծանոթացել էի մի քահանայի հետ, չասեմ որ եկեղեցու, որ դոմինացիայի, հա, քահանայի հետ էի ծանոթացել, որ ինքը իմ մասին լսել էր ու ուզում էր իմ հետ ծանոթանալ։ Ու երբ որ եկել էր իմ հետ հանդիպման, գիտեք ինչ էր բերել, 2 շիշ գինի։ Ու գիտեք հետաքրքիր ինչն է, 2 շիշ գինի բերել, ասես տալիս է ինձ, ասում եմ, բայց ես չեմ խմում։ Ասում է, բայց ես եմ քաշե, իմ ձեռով եմ քաշե, ասում եմ, հա ես չեմ խմում։ Ասում է, ոչինչ, կտաս եղբայրներին ու կասես քահանան ա տվե։ Ասում եմ, ես որպես քահանա, ես մենակ Աստծո խոսքն եմ տալիս եղբայրներին։ Համենայն դեպս գինի չեմ տալիս։ Այն ինչը որ ես չեմ օգտագործում, ես էդի չեմ տալիս։ Ասավ լավ, ու մենք իրար հետ մի քիչ խոսակցություն ունեցանք, հետաքրքիր կարելի է խմել թե չի կարելի, ու մենք այս թեմայով շատ խոսացինք ու ես վստահ եմ, որ մեր եղբայրը շատ հարցերում ինքը իմ հետ համակարծիք էր ու այդ օրվանից ինքը որոշեց, որ ինքը էլ չի խմելու, որովհետև ոնց որ մենք մեր երեխաներին հարբած տաքսիստին չենք վստահի, այնց էլ Աստված իր զավակներին հարբած քահանաներին չի վստահի։ Ամեն։ Սելիս հիմա ուզում եմ մի բան պատկերացնես։ Ոնց քեզի կզգայր, եթե դու գայր եկեղեցի ու տենայր ես հարբած կանգնած եմ էստե ու չգիտեմ ես ինչ եմ խոսում։ Քեզ լավ չէր զգա, չէ՞։ Ավելին ասեմ, 10 րոպե, ավելի ամենաշատը 5 րոպեից եկեղեցու մարդ չէր մնա։ Ու հաջորդ շաբաթ էլ մարդ չէր գա, որտեվ կասեին, «Էդ դել եկեղեցի է, էդ դել քահանա է, խմում է»։ Ժողովուրդ, չեմ դադում խմողներին։ Ուդողը թող չուդողին չանարգի, չուդողն էլ ուդողին։ Դա գարեմ թողեք բանջարս ուտեմ, ոնց որ Աստծո խոսքն է ասում։ Բայց ես խմելուն դեմ եմ։ Ես դեմ եմ խմելուն ցանկացած ասպարեզում, ցանկացած սֆերայում, կապ չունի, կլինի մարդը եկեղեցու ծառայող, կլինի եկեղեցու այցելու, կլինի ընդհանրապես մարդ, ով որ առաջի անգամ է եկել եկեղեցու, երբ որ ինձ հարցնում են խմել կարելի է թե չէ, ասում եմ չէ։ Սելիս վստահ ասում եմ չէ։ Գիտես խի, որովհետև ես խմել եմ, դրա մեջով անցել եմ, դրա հետևանքների մասին էլ շատ քաջ ծանոթ եմ։ Այն որ ասում է ինձանով անցել է, ես գիտեմ դրա հետևանքների ինչ է, ու ես ինքս բանագից վերջի անգամ խմել եմ այն ժամանակ, երբ որ բանագից եկել եմ, 20 տարեկան, երիտասարդ բանագից եկել եմ, այդ օրը խմեցի, երբ որ հաջորդ օրը մեր ոչ հայերեն բառով ասած օյաղացա ու տեսա իմ խմածի կատարածից հետևանքը, ես այդ օրը որոշեցի, որ ես էլ ընդհանրապես չեմ խմելու։ Ու մինչև այսօր ընդհանրապես չեմ խմել։ Սելիս գիտես, էլ եմ ասում, շատերը կան, շատ եղբայրներ, շատ քույրեր կան, նույնիսկ շեշտում եմ քույրիկներ, շատ քույրիկներ կան, որ օգտագործում են խմիչ, օգտագործում են ալկոհոլ, ճակերտավոր ասելով, թե դեղի համար են կանում։ Էլ եմ ասում, դեղի համար խմիչք օգտագործող, օրինակ գինի կամ չգիտեմ կոնյակ դեղի համար խմողը եւ խմողը իրարից տարբերվում են։ Օրինակ իմ անկեղծ գիտեք ես քեի ասում, որ այս շաբաթ պետք է այս մասին խոսամ, իդեպ ասեմ մոռացել եմ, որ մենք մայիսի 9-ը ոչ թե կիրակի էր, այլ շաբաթ էր, դրա համար անցածառայության ասի հաջորդ կիրակի մայիսի 9-ին կգաս եկեղեցի, որ այսօր մենք կարևոր մի հատ բանից ենք խոսալու խմելուց, ու գիտես երեք նայում եմ, ես ոչ մի դեղի համար խմողի չտեսա։ Դու պատկերացնում ես մայիսի 9-ի ժողովուրդը, ասեմ, մինչև գիշերվա ժամի 3-ը մենք այնտեղ ենք ապրում, որ մեզանից հետո սենց անտառ է սիրուն, ինքը մեքենաների կայանելու տեղ է ու սիրուն անտառ է ու երևի բոլորը շատ ժողովուրդ, շենքի շատ ժողովուրդ այնտեղ դեղի համար ամեկը մի բաժակը դենց երևի խմում էին, էլի, ու մինչև ժամի 3-ը երգում էին։ Այն որ արդեն երգում է, խմելը արդեն երգում է, 6 հոգով 7 երգ էին երգում։ Գիտեք, առակաց 20-ի մեկում ինչ ասում։ Ծաղրող է գինին, խռովարար ցիկին,
Եվ ամեն նով որ դրանցով մոլորվի, իմաստուն չի լինի։ Ասма գինին ծաղրող է, գինի խմողը ծաղրող է, խռովարար է ցկին եւ ամեն նով որ դրանցով մոլորվի, այսինքն ընկնի խմելու հետևից, ընկնի գինում հետևից եւ ուրիշ խմիչքների հետևից, ասма այդ մարդիկ իմաստուն չեն եղնի։ Նման այդ մարդը իմաստուն չի եղնի։ Դուք լսել եք եղբայրների, որ ասում են. ես իմ չափը գիտեմ։ Ցավալին ասեմ, բա քույրիկներին լսել եք, որ ասում են ես իմ չափը գիտեմ։ Ես իմ չափը գիտեմ, ժողովուրդ սատանայի սուտն է, չափ հասկացողություն չկա, որ ես ու դու կարտանք, հեսա կտենակ, մի հատ տեղ ենք կարտում, որտեղ որ Աստված կոնկրետ պատվիրան է տալի, կոնկրետ խոսում է Մովսեսի համար ու կոնկրետ արգելում է, որ մարդիկ խմեն։ Միտեղ կա, այն շատ տեղեր կա, ասում է, բա որ դա արգելում են, ինչի Հիսուսը ջուրը գինի սարկեց։ Ինչի է Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում, այլևս մի քիչ լեռնինակ ջուր չխմես, այլ մի քիչ է գինի խմի, հա։ Մի քիչ խառնի գինի խմի, որ առողջականը դզվի, հա, մի քիչ տգարես, որ տգարությունը անցնի։ Ու գիտես, այդ մարդիկ այդ Աստվածաշնչյան այդ տեղերը պոգել են, կոնկրետ տեղերը պոգել են, ու իրանց խմելը արտարացնում են։ Երբ որ ես նոր էի ապաշխարել, մի վկայություն պատմեմ, երբ որ նոր ապաշխարել էի, ու ես ի սկզբանե որոշել եմ, որ ես ընդհանրապես չեմ խմելու, մանավանդ որ արդեն կյանքս տվեցի Քրիստոսին ու որոշեցի, որ ես իրան ծառայեմ, ասի Տեր ջան, վստահ եմ, որ քեզի խմած ծառայող կամ ծառայող, որ խմելու այդ սերունը քեզի պետք չի։ Ու մի օր եղբայրներիս իմ հարազատների հետ նստած այստեղ Ռուսաստանի Դաշնությունում էլի տոներ, չեմ հիշում, էլի երևի թե էլի մայիսին էր, թե էլի ինչ տոներ, ինչ որ առիթ էր ու բոլորը նստած խմում էին ու իմ հարազատները, իմ շատ մոդիկ հարազատները ես ամենափոքրն էի տարիքով, ինձ ծաղրում էին, ասում էին, այ մարդ դե մի խմեք, էլի խմում եք, արդեն ինչ հասավ խոսում եք, կռիվ եք անում, մեկ իմ եղբայրներից մեկը ասավ, դե որ այդքան ուժեղ ես կամ այդքան հավատացյալ ես, ուրեմն աղոտի թողես արաղը, թողես օղին ջուր դառնա, մենք էլ չենք խմի։ Ու այդ ժամանակ ձեն տվեցին, ասին դուրս եկեք, որովհետև սալյուտները սխպում են, հրավառություն պետք է եղնի։ Ժողովուրդ հավատքս այդքան չէր երիկում, բայց ուղեղս աշխատում էր։ Գիտեք ինչ եմ արել, բոլոր օղիները դադարգել եմ, բոլոր օղիների մեջ ջուր եմ լցրել, փագած օղիները դրել եմ խալաձելնիկը, սառնարանը, մնացածը սեղանին ու բոլորը հետ եկան ու ընդամենը մի բաժակի մեջ էր մնացել, որ օղի էր մնացել, ինքը չէր հասցրել խմեր։ Ու երբ որ եկան արդեն դե լցրեք խմենք, որ խմեցին, այս մի հոգին սենց իրականում այդ արաղի հետևանքները սենց դեմքի վրա երևաց, հա, սենց գերբնական հաճույքը, որ մարդը խմում է ու գերբնական հաճույքը դեմքի վրա երևում է, մնացածը որ խմեցին ու նայեցին ինձ, ես էլ այնքան լուրջ եմ։ Ու այս բարեկամս ասավ, ինչ եք սառած նայում, մի հատ էլ լցրեք խմենք, եւ երկրորդը լցրեցին, ոչ մեկ ձեն չի անում ինձանից սկսած։ Երբ որ երկրորդն է խմեցին, արդեն այս բարեկամս, որ լավ խմած էր, օյաղացավ։ Ասավ, կարող է աղոտել ես։ Ասի հավատքս այդքան չերիկես, բայց վայմս այդքան հերիկել է։ Ժողովուրդ, ասեմ ավելին, վերջացավ այդ օրվանից իրանց խմելը։ Այդ օրվանից իրանց խմելը վերջացավ։ Ոչ թե իրանք էլ ընդհանրապես չխմեցին, կներեք, այդ օր իրանց խմելը վերջացավ։ Բոլորը հասկացան, որ անիմաստ է, իմ հետ ինչ որ այդ թեմայով սպորվել է։ Եթե հավատքս էլ չհերիկի, ուղեղս աշխատում է։ Իսկ գիտես ում ուղեղն է աշխատում, ստապ դադուղ մարդու։ Հարպած մարդու ուղեղը չի աշխատում, կներես որ սենց եմ ասում, հարպած մարդը լրիվ ուրիշ բան է ուզում։ Եփեսացիս 5:18 Եվ մի հարպեք գինով, որ նրանում անառակություն կա, այլ լցվեցեք հոգով։ Մի հարպեք գինով, որ նրանում անառակություն կա։ Այստեղ փագագծերը չեն բացի, որ հեսա մի քիչ ներկևիշնենք կբացեն փագագծերը։ Գիտես, մարդը որ խմում է, ուրիշ բաներ է ուզում, արդեն որ խմում է, ուզում է երկի։ Մի հատ հին մուլտիկ կա, շատ հին սովետական մուլտ է։ Ես հիշում եմ մեր վաստակավոր դերասաններից մեկի ձայնն է այդ մուլտի մեջ, որ գայլը սոված գալիս է, գայլին կերակրում են, լավ ուդում ու խմում է ու մի հատ sense բան ասում, շա սպայու։
Այս սակը երկեմ, խմած մարդ ուզում է երկի։ Գիտես, նման է մարդկանց, որ իրանք լուրջ ժամանակ, որ նայես երբևիցե իրանց ոչ մի բան թույլ չեն տա, բայց հենց որ սկսում են խմել, ինչ որ մի բան փոխվում է։ Նույնը ես եմ եղել ժողովուրդ, որ ինձ սպանեին բաներ կար, որ ինձ երբեք թույլ չէի տա, բայց երբ որ ես խմել էի, այդ ժամանակ, ասեմ, խմելու երկար փորձ չունեմ, ես երկար կյանք չեմ ապրել խմելու հետ կապված, ասեմ 20 տարեկանս եղել է վերջի տարին, որ ես խմել եմ։ Ու գիտեք, երբ որ խմել եմ, ինչ որ մի բան փոխվել է, հետո ես իմ արածից ամաչել եմ։ Ու գիտես, անկեղծ Աստծուն փառք եմ տալիս հայերեն այդ բառը դնողի համար, որ դրել է ոգելից խմիչք։ Երբ որ դու լցվում ես այդ չար ոգիներով ու անում ես այն, ինչը որ երբեք դու լուրջ ստապ ժամանակ չէիր անի։ Դրա համար ասում եմ, հերիկա խմեք ժողովուրդ ջան, հերիկա։ Մեր խոսքի վերնագիրն է, քարոզի վերնագիրն է, հերիկա խմես, հերիկա։ Շատ ամուսինների, զույգերի հետ խոսում եմ ու իրանց բաժանության պատճառը, գիտես, պատճառներից մեկը ավելի շատ խմելն է։ Սաղորը խմում է, սաղորը խմում է, սաղորը խմում է։ Այս ազգի մոտ սենց մի հատ արդայդություն կա։ Հա, ասում ով չի խմում, բոլորն է խմում են։ Ասում մի հատ խնդիր ունի խմում է, բայց դե հիմա ով չի խմում, բոլորն է խմում են։ Ասում եմ, ես չեմ խմում։ Եկեղեցու իմ կողքի ծառայողները հուսով եմ չեն խմում։ Եկեղեցու եղբայրները հուսով եմ չեն խմում։ Գիտես խի եմ ասում հուսով եմ, որտեղ մենակ իմ տեղն եմ պատասխան տալի։ Ու ես ուզում եմ, որ դու էլ քո տեղը պատասխան տաս ու ասես, ես չեմ խմում։ Ես ուխտ եմ արել Աստծո առաջ, որ ես էլ չեմ խմելու։ Թե մինչև այդ խմել եմ, բայց հիմա էլ չեմ խմելու։ Սելիս մարդը, որ ասում է, դե մի քիչ չափ կա, մի քիչ չափի մեջ եմ խմում։ Գիտես, մարդիկ որ ասում են, ես չեմ խմելու, ես իմ չափը գիտեմ, ես ընդհանրապես չեմ խմում, ուզում եմ քեզ մի հատ բան ասեմ։ Որ պետ ավտոտեսուչը քեզի խմած կանգնեցնի, ինչ է անելու։ Գիտես ինչ անելու, վարորդական իրավունքից զրկելու է։ Ունդեղ չափը կապ չունի։ Ասեմ, որ չգիտես ինչ ասում են, եթե դու այսքան միլիգրամ ես խմե, կամ ես իմ այսքան ես խմե, դա թույլատրելի է։ Ես մի օր այս խոսքը պատրաստելու ժամանակ մի օր բարձր պաշտոնյա մարդու հետ, ով որ այդ ոլորտի մարդ է, իրան հարցրեցի, ասեցի, այս միլիգրամները, որ թողել եք, ինչի համար եք թողել, ասավ, գիտեք հետաքրքիր ինչն է։ Մենք էդի թողել ենք գիտակցելով, որ մարդը կարա առողջական խնդիր ունենա, օրինակ խմի վալիդոլ։ Ինչ որ դեղահաբեր խմի, այդ դեղահաբերը ասում է ալկոհոլային ինչ որ չափեր ցույց են տալիս, բայց ասում է, բա կապ չունի, եթե նույնիսկ ասում է մի բաժակ գինի կամ կոնյակ կամ գարեջուր խմած եղնի, մի բաժակ ասում է, որ կարենանք փաստենք, վարորդական իրավունքից զրկելու ենք։ Ու մարդը վերցել ասում է, դե քանի որ պետ ավտոտեսուչը մեզի թույլ է տալիս, մենք այսքան խմում ենք։ Ուզում եմ քեզի մի հատ բան ասեմ։ Եթե պետ ավտոտեսուչը քեզի թույլ տա, դու խմես ու քեզի վարորդական իրավունքից չզրկի, բայց եթե դու խմես, երկինքը քեզանից, քեզ օծությունից զրկելու է։ Երկինքը քեզ օծությունից զրկելու է։ Ոնց որ դու քո երեխուն չես տանի հարբած բժիշկի մոտ, որբիզի վիրահատություն ունի, հիմա դու պատկերացրու ինչ որ մեկին բերում են ծանր, դիվահարված խնդիր ունեցող բերում են, որ մեկը, որ արդեն իսկ լցվել է այդ ոգելից խմիչքներով, որ այդ մարդու համար աղոթի, որ ազատագրվի այդ մարդը։ Է մեկը եղնի այդ խմած քահանայի համար աղոթի, որ ինքը լրջանա։ Հալելույա։ Դու ինչ որ բան ստանում ես։ Խմիչքը կզրկի քեզ երկնքից սիրելիս։ Հիմա տեսեք ինչ եմ ասում, ինչ տեղ ասում, առաջի Կորինթացիս 6:9։ Կամ միտը չգիտեք, որ անիրավները Աստծո արքայությունը չեն ժառանգիլ։ Մի խաբվեք։ Ոչ պոռնիկներ, ոչ կռապաշտներ, ոչ շնացողներ, ոչ իգացողներ, ոչ արյուագետներ, ոչ գողեր, ոչ ագաներ, ոչ արբեցողներ, ոչ նախատողներ եւ ոչ էլ հափշտակողներ Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Այնքան լավ մարդ է։ Այնքան լավ մարդ է, խմեց չզարթնավ։ Հիմա երևի երկնքում է, չեմ կարող ասեմ, Տերը գիտի։ Բայց այստեղ հստակ Աստվածաշունչը ասում է, արբեցողները Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Այ մարդ, ես չեմ ասում։
Ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում, Աստվածաշնչից եմ կարդում, Աստծո խոսքից դուրս բան չեմ ասում։ Տեսեք ինչ ասում Առակացի 31:4-ը։ Ով Լեմուել, թագավորի բանը չէ, թագավորների բանը չէ գինի խմելը, եւ ոչ էլ իշխաններին, թե ուր է օղին։ Եթե ոչ, կխմեն եւ կմոռանան օրենքը եւ կծրեն ամեն տառապալի դատը։ Սելուս ուզում եմ քեզ մի հատ բան հարցնեմ։ Աստծո որդիները աշխարհի թագավորներից լավն են թե չէ։ Աստծո որդիները աշխարհի թագավորներից լավն են։ Հիմա գիտես, երբ որ Աստծո որդիները, երբ որ խոսում է, որ թագավորներին ու իշխաններին վայել չի, որ իրանք խմեն, թագավորներին ու իշխաններին վայել չի, որ հարցնեն, բա արաղնուր է, այս սեղանի վրա արաղ չկա, առավել եւս Աստծո որդիներին։ Գիտես Աստծո որդիների համար ինչ է ասում, Եսայա 28։ Եսայա 28-ում է, տեսեք ինչ է ասում։ 28-7 խոսքից, բայց սրանք էլ են գինովը մոլորված եւ խոտորված են ցկիովը, քահանաներ եւ մարգարեն, քահանան եւ մարգարեն մոլորված են ցկիով, կուլ են գնացել գինի մեջ, ցկիով խոտորվել են, մոլորվել են տեսիլքի մեջ, դանդաչում են դատաստանումը, որովհետեւ բոլոր սեղանները լիքն են պիղծ փղսվածքով, այլևս տեղ չի մնացել։ Դուք պատկերացնում եք Աստվածաշունչը Աստծո մարգարեն ինչ է խոսում քահանաների ու մարգարեների մասին, ասում են մարդիկ ովքեր որ խմել են, խմում են, մոլորվել են ու իրանց տեսիլքների մեջ են մոլորվել։ Մի հատ բան ասեմ, խմած մարդու աչքին ինչ ասես երևում է։ Խմած մարդու աչքին ինչ ասես երևում է։ Երբ որ Աստված Երեմիային բան էր ցույց տալի, հարցնում է Երեմիա ինչ ես տենում։ Երեմիա ինչ ես տենում, ասում է մի հատ գավազան եմ տենում, ասում է հա ճիշտ ես տենում, դրանով պետք է իշխեմ, որ այն ինչը որ խոսացել եմ կատարվի։ Բա հիմա ինչ ես տենում։ Հիմա էլ մի հատ երացող կացա եմ տենում, որի բերանը հյուսիսի կողմն է։ Հա ճիշտ ես տենում, հյուսիսից պետք է փորձանքը կա ժողովրդի վրա։ Պատկերացրու խմած քահանայի աչքին ինչ ասես երևում է։ Մեկը կհելնի ու կասի, բա չեք իմացե, Աստված ինձ բան ցույց տվեց, Աստված ցույց չի տվել, խմել ես աչքիդ ինչ ասես երևում է։ Ու այստեղ ասում է, որովհետև բոլոր սեղանները լիքն են պիղծ փղսվածքով է։ Հիմնականում այդ բաները նոր տարվան է եղնում կամ հարսանիքներին, որ մարդիկ ովքեր որ ասում են ես իմ չափը գիտեմ, մեկ այդ մարդուն տենում ես հայերեն եմ ասում, գլուխը աղցանի մեջ դրած քնած։ Գլուխը դրած աղցանի մայրաքաղաքային աղցանի մեջ դրած քնած։ Հալելույա։ Գլուխը դրած մայրաքաղաքային աղցանի մեջ քնած, ասում է սեղաններին տեղ չի մնացել, այդ պիղծ բաներին էլ տեղ չի մնացել, լիքն է, լցված է, սիրելիս, աշխարհը քեզի, էլ եմ ասում, ամեն բան կարա տա, ես մի խոսք ունեմ, այդ խոսքը շատ եմ օգտագործում, այս աշխարհը նման է ամպիդան բարմենի, որի նպատակն է քեզի այսպես լցնի ու թունավոր ինքը կարա լսի, հա այս ինչ է, հա լսում է, ասես դեմը սրբում է, դու նույնիսկ կներես, հա որ դենց եմ ասում, մարդ ով որ խմում է հետա տալիս, փխսում է այդ սեղանի վրա, բայց բարմենը ասեն սիրուն սրբում է, նպատակը գիտես ինչն է, մի 50 է լցնի, որպեսզի քեզի թունավորի, որովհետև այս աշխարհին ստապ, դադող քահանաներ, ովքեր որ Աստծուց իշխանություն ունեն, պետք չի։ Այս աշխարհին պետք չի, բայց Աստծուն դու ստապ ես պետք։ Հալելույա։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Հիմա տեսեք Աստված ինչ է ասում։ Թվոց 6-րդ գլուխ առաջին խոսքից։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. Խոսիր Իսրայելի որդկանց հետ եւ ասիր նրանց։ Ուզում եմ կանգ առնենք այստեղ։ Նայեք ինչ ասում։
խոսիր Իսրայելի որդկանց հետ եւ ասիր նրանց. Եթե մի մարդ կամ մի կին ուխտավոր ուխտ անե իր անձը Եհովային ուխտելու համար, նա գինուց եւ ցկից պիտի զգուշանա։ Ռուսերենում գրած է. «Воздержаться», հերու պետք է մնա, հետ պետք է պահի իրան։ Գինու քացախ չխմե եւ բնավ խաղողի օշական չխմե եւ խաղողի կամ չամիչ չուտե։ Բնավ գիտես ինչ է նշանակում։ Բոլորովին, բացարձակ։ Ռուսերեն թարգմանության մեջ գրած է, որ ընդհանրապես պետք է հեռու մնա խմիչքից։ Մարդ, ով որ իր կյանքը ուխտում է Աստծուն, որ ուզում է Տիրոջ հետ ապրի։ Ես սիրելիս, որ եկել եմ Հիսուսին ընդունել եմ որպես Տեր ու Փրկիչ, ես իմ կյանքով ուխտ եմ արել Աստծու առաջ։ Ես չգիտեմ մարդիկ որտեղից են վերցնում, որ իրանց խմելը արտարացնում են, որ 50 գրամ, 100 գրամ կարելի է, ժողովուրդ ջան, չի կարելի։ Ուզում ես մարդը, որ ուզում է խմի, ինքն է Աստծու առաջ պատասխան տալու։ Ես իր տեղը պատասխան չեմ տալի, որտեղ մեր եկեղեցին խմել չի քարոզում, ոչ էլ խմելը կարելի է չի քարոզում։ Ես կոնկրետ դեմ եմ խմելուն։ Ու ես ինչը որ ասում եմ, հիմնված լինելով Աստծո խոսքի վրա, ինչ որ մեկի կարծիքը չեմ ասում։ Սա այն է, ինչ որ Աստվածաշունչն է ասում, ու այն է, ինչը որ ես ապրում եմ։ Գիտես, ես եկեղեցի եմ գալիս, այ որ դառնամ ծառայող, պետքա չխմեմ։ Ժողովուրդ, երկու տեղ կարդամ Տիտոսի ու Տիմոթեոսի։ Տեսեք ինչ է ասում ծառայողների։ Հեսա կասես էդի եպիսկոպոսների մասին է, սիրելիս, էդի Աստծո զավակների մասին է, ոչ միայն եպիսկոպոսների։ Բայց եպիսկոպոսը պետք է անարատ լինի։ Առաջին Տիմոթեոս 3-րդ գլուխ 2-3 խոսքերը։ Բայց եպիսկոպոսը պետք է անարատ լինի։ Մեկ կնկա մարդ, զգաստ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, սովորացնելու համար, ոչ գինեմոլ, ոչ զարկող, ոչ այլ հանդարտ ներողություն, այլ հանդարտ, կռիվ չանող, ոչ արծատասեր։ Բայց ասում է պետք է խմող չեղնի, գինեմոլ չեղնի։ Ադե մենք գինեմոլ չենք, մի 50 գրամ, դե նոր տարի է, հիմա շնորհավորենք, հիմա Սուրբ ծնունդին, Քրիստոսի ծնունդին 50 գրամ չխմենք, չէ, մի խմի։ Որտեվ դրանով կյանք չես առնելու։ Այդ 50-ով կյանք չես առնելու։ Սելիս ես չեմ տեսել 50 գրամ խմող ու կյանք առնող։ Հա դե 50 խմել եմ, լրիվ տրեզվ եմ։ Ունդե կողքից մեկ ասում է, հա, ճիշտ ասում, ինքը որ խմա, ինքը միշտ իր վրա չի ազդում։ Իր վրա չի ազդում։ Եթե դու սովորական գայշնիկին չես կարա համոզես, որ այդ խմիչքը քո վրա չի ազդում, երկնքին, Աստծուն կարաս համոզես, չես կարա։ Ինձ արի ասա, գիտես, ես խմում եմ, ին վրա չի ազդում։ Քո գործն է։ Նույնը ասում է Տիտոսի 1:7-ում, որովհետև եպիսկոպոսը պետք է անարատ լինի ինչպես Աստծո տնտես։ Ոչ հանդուգն, ոչ բարկացող, ոչ գինեմոլ, ոչ զարկով, ոչ պիղծ շա սիրող։ Դուք պատկերացրեք, մի քանի բան է ասում կարևոր, ու որից մեկ ասում է ոչ գինեմոլ։ Հանգարց խմող չեղնի։ Այ որ դու որոշես դառնաս, այ որ որոշեմ դառնամ եպիսկոպոս, խմելս կթարգեմ։ Այստեղ մի հատ բառ կա, կներեք այդ բառի համասումը, տեխնոլոգիա։ Որոշեցի արդեն դառնամ ծառայող, վсё, խմելը թարգել եմ, արդեն տեսեք, ինչ սթափ եմ, ծիծաղելու աղագի։ Իսկ իմ ամենասիրած տեղերից մեկը գիտես որն է, խմիչքի հետ կապված որ ասում է։ Առակացի 23-րդ գլուխը, բայ ենքան եմ այս տեղը սիրում ժողովուրդ։
Այնքան եմ այս տեղը սիրում։ Տեսեք ինչ ասում։ Մի նայիր գինին, որ կարմիր է տալիս, որ բաժակի մեջ աչքով է անում, որ ուղիղ ինքն իրեն գնում է։ Ասում մի նայիր գինուն, հայրն է ասում, այնքանը ոնց որ հադուկ հայերի համար, գինի սիրողների համար գրած է, հələ այս բաժակին նայ, հələ նայել այս գինին ոնց անձի աչքով տալի։ Հենց այդտե կոնկրետ գրած ասում մի նայ այդ գինուն, որ կարմիր է, որ բաժակի մեջ է, քեզի աչքով է տալու։ Գիտեք հետաքրքիրն ինչն է։ Այս խոսքը հազարավոր տարիներ առաջ է գրած, հազարավոր, հենց այսօրվա համար, հենց մեր հայազգի համար, հենց գինի խմողների համար, չեմ ասում իմ ու քո համար, որովհետև ես համոզված, ավելի ճիշտ, ես կարծում եմ, ուզում եմ, ցանկանում եմ, որ վստահեմ, որ ես ու դու գինի չենք խմում։ Համենայն դեպս ես չեմ խմում, ուզում եմ հավատամ, որ դու էլ։ Ասում մի նայ դրան, որ ասում նայում ես աչքով է տալիս։ Դրանից հետո տեսեք հետևանք ունի։ Մի բաժակի մասին աստեղ։ Մի նայ ասում, որ բաժակի մեջ, բաժակների չէ, բաժակի մեջ, քեզ աչքով է տայի։ Նա, տես ինչ ասում, նա վերջը օծի պես կգծե եւ իժի պես կծակե։ Վերջը օծի պես, գիտես ինչ է նշանակում, վերջը կյանքդ կթունավորի։ Վերջը գինին, այն քեզ աչքով անող գինին, այն սենց կարմիր, որ նայում ես քեֆդ գալիս է, թթվաշ, մարխոշ, չգիտեմ ոնց ուզում ես ասա, այն որ խմում ես հաճույք ես ստանում այդ բան, ասում է վերջը, դրա վերջը գիտես որն է, օծի պես կծելու է, իժի պես ծագելու, կյանքդ թունավորելու է։ Հիմա տեսեք ինչ հետաքրքիր բան է։ Աչքերդ օտար կենիկներին կնայե եւ սիրտդ ծուրմուր բաներ կխոսեն։ Յա։ Ես դենս չեմ, ես որ խմում եմ, գնում քնում եմ։ Հալելույա։ Ես չեմ ասում ժողովուրդ, Աստծո խոսքն է ասում։ Ասում որ խմում ես, դեսուդեն գնալդ գալիս է արդեն։ Մոռանում ես, որ ամուսնացած ես։ Արդեն անկապ կներես, որ սենց եմ ասում, խմող մարդը, անկապ, ստեղ դենց է գրած, ծուրմուր բաներ է խոսում, սիրտդ, ծուրմուր բաներ է խոսում, և ծովի մեջ քնողների նման կլինես, և կամայի մեջ քնողի նման, հիմա գալիս է, այստեղ մի հատ կարևոր բան, հանգարտ չդնեք այդ խոսքը, մինչև չկարտամ, մի հատ կարևոր բան է գալիս, խմած մարդու համար, հələ տեսեք արդիական, հələ տեսեք այսօրվա համար, կասես 35 խոսքը, ինձ ծեծել են, բայց չեմ զգացե, ինձ զարկել են, բայց չեմ իմացե, այ մարդ, ես կաբուդը վր ես ուր դեղից է, ես քիտս խի է ջարտած, Ես ինչ է եղ, ասում է, կասես ինձի ծեծել են, զարգել են, բայց չեմ զգացե, ինձ ծեծել են, բայց չեմ զգացել, ինձ զարգել են, բայց չեմ իմացե, չիմացա ով զարգեց, մեկի աչկերիցս մի հատ բոց թռավ, բայց դենց է չիմացա ով էր, շարունակությունը ցավալի է, երբ եմ սթափվելու, նրան դարձյալ պիտի որոնեմ, երբ լրջնամ, որ վազեմ էշտամ մի բաժակ սենց վերցնեմ, գիտես ինչին է նման, են որ էլում ես, գլուխը սենց, են խմողների համար եմ ասում, քեզ չեմ ասում, վայ գլուխս ցավում է, մի 50 գրամ պախմել եղնեմ, մի հատ սենց ձերը դողալով մարդու գնում մանա գալիս, որ մի 50 գրամ խմեմ, սարթնում ես, ասում ես, թափվում ես, նրան ես որոնում, հիմա ուզում եմ հարցնեմ, Աստծո զավակներին, էսի վայել, որ ասում եմ Աստծո զավակներին, համ եղբայրներին նկատի ունեմ, համ քույրերին։ Մի օր քույրերից մեկը, հիմա էլ եկեղեցում չի, վիրավորվավ։ Ահագին տարիներ առաջ։ Քույրիկներից մեկը գնացել էր ծնունդ ու հումոր արեցի, ասեցի հանգարտ չխմես։
Չէ, Հովիվ ջան, ես ինչ խմել, ու որ խմել է ժողովուրդ, մոռացել է, որ ուղիղ ետերոր մտնում է, մենակ խմողները չեն տենում, բոլորն են տենում, ուղիղ ետեր ամը դե, ու խմում է, ու երկում է, Դոլյա Վարավսկայա, հիմա ես ու դու ծիծաղում ենք, բայց երկինքը ողբում է, որ սատանեն կարա այդպես մի բաժակինով մարդուն մոլորության մեջ գցի, մարդուն կործանի, որ արպեցող մարդը երկինքի առկայությունը դենց էլ չժառանգի, քույրիկներին եմ կոչանում, չեմ ասում գնացեք տունը բունտ արեք, կռիվ արեք, որ ասում եք հերիկա խմեք, հետևողական եղեք, որ չխմեն։ Այս աշխարհում չկա դենց մարդ արարած, կապ չունի, տեսեք առանց բացառության եմ ասում, չկա դենց մարդ արարած, որի համար կամ որի պատճառով, որ ես մեր տուն խմիչք տնեմ սեղանին։ Իմ ուխտը Աստծո առաջ շատ ավելի թանկ է, քան ցանկացած մարդու համար մոտ լավ մարդ ձևանալը։ Դե խնամիները գալիս են, խնամիները խմող մարդ են, ես ոնց կարամ խնամիների համար արաղ չդնեմ, գինի չդնեմ։ Դու քո որոշումն է։ Խնամի կգա, ես տղա ունեմ ամուսնացնելու, հուսով եմ մի 20 տարուց։ Ժողովուրդ, ես եմ չէ որոշում։ Եթե ես որոշել եմ սուրբ ապրեմ, ում եմ բան ցույց տալի։ Ես Աստծո առաջ պետք է սուրբ եղնեմ։ Խնամիների առաջ լավամարդ մի եղեք, Աստծո առաջ սուրբ մնացեք։ Հալելույա։ Ես խմում եմ, դու ինչ ես կյանքից հասկանում, մի օր մի հատ եղբայր էր ինձ ասում, դու կյանքից ինչ ես հասկանում, դու կյանքից հեռու մարդ ես։ Ուզում եմ պատասխանեմ Հովև Արտուրի խոսքերով, Հովև Արտուրին հարցնում են, հավատացյալները կյանքը չեն սիրում, Հովև Արտուրը ասում է, հավատացյալները կյանքը այնքան են սիրում, դրա համար որոշել են հավիտյան ապրեն։ Հալելույա։ Երբ որ մարդը խմում է, ու իրան թվում է, թե ինքը կյանք անում, ուզում եմ այդ մարդուն ասեմ, դու երբ որ խմած նստած ես ու քեզ թվում է, թե դու կյանքն ես վայելում, այդ կյանքը կողքովը գնում է, որտեղ այդ կյանքի անունն է Հիսուս Քրիստոս։ Իսկ Աստված տենց բաների մեջ չկա։ Հալելույա։ Հալելույա։ Ինչքան քաղցր է մեր Աստծո ներկայությունը, ամեն։ Որ օրինակներով ու վկայություններով խոսում եմ, մարդիկ կան ասում են, հա դե ով է սաղոր, չգիտեմ, մեկ դետեպեից է խոսում, մեկ չգիտեմ ոստիկաններից, մեկ ես կյանքից եմ խոսում, ժողովուրդ։ Ու հենց այդ կյանքը, որից որ ես խոսում եմ, Քրիստոսի մասին եմ վկայում։ Տիրոջ գործերի մասին եմ վկայում։ Ու այդ օրինակները, որ բերում եմ, ավելի հասկանալի լինելու համար եմ ասում։ Երբ որ Հիսուս առակներով խոսում էր, չէին հասկանում, բայց հետո առակները բացում էր։ Առակներով մարդը ավելի հետաքրքիր է հասկանում, հա, օրինակներով հասկանում։ Երբ որ իմ երեխուն հարցնում եմ, մեկին գումարած մեկ, ինք այսպես դեմքիս անայում։
Բայց երբ որ վերցնում եմ ինչ-որ բան ասեմ, այս մեկը քոնն է, այս մեկը իմն է, այս էլ որ տալիս եմ քեզ դու քանի հատ ունես, ասում եմ 2 հատ։ Իր համար հասկանալի է։ Դրա համար վկայություններով եմ ասում։ Աստվածաշունչն էլ է ասում, որ ես ու դու հաղթում ենք Քրիստոսի արյունով ու մեր վկայությունով։ Ամեն։ Հալելույա։ Ես չեմ ուզում որ երկինքը մի բաժակ գինու համար, այն աչքով անող գինու համար օծությունից զրգի, իշխանությունից զրգի։ Եթե աշխարհը, սիրելիս, մոտ կարևոր բան ասեմ։ Եթե աշխարհը խմածի ձեռը զենք կդա, ապա երկինքը խմած մարդու ձեռը իշխանություն չի տա։ Եթե աշխարհը խմածի ձեռը զենք կդա, խմծնյոք ասի գնա, ոբշեմ դու գնա, դու սենց, աշխարհը դրա վարպետն է, բայց ուզում եմ իմանաս, երկինքը խմած մարդուն իշխանություն չի տա։ Խմած մարդու ձեռնոր իշխանություն տաս, կավիրի, ուղղակի կավիրի։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Հալելույա։ Գնա այդ խմող ընկերոջը ասա, հերիկա խմես, հերիկա։ Ասա հիմա վստահ եմ ասում, որ հերիկա խմես, որտև Աստվածաշունչը ասում է, հարբեցող մարդը երկնքի առկայություն չի ժառանգի։ Մի հատ լավ բան չկար գրած այս հարբեցող խմող մարդու համար, ժողովուրդ։ Որ խմելը լավ բան եղներ, Աստվածաշունչում գրված կեղներ, որ Երանի արբեցողներին, որ նրանցն է երկնքի առկայությունը, բայց դա ինձ չի գրած, հակառակն է գրած։ Գրած արբեցողները երկնքի առկայություն չեն մտնի։ Երաներին ցանկը, որ կարտաս խմած մարդու մասին ոչ մի բան չկա, խմող մարդու մասին է չկա։ Հանգարտ չասես, չափի մեջ, չափի, ընդեղ հարպելու մասին է գրած, բայց ես 2-3 բաժակ խմում եմ, ես չեմ հարպում։ Ստեղ գրված է, որ մարդը ժողովողում ներողություն թվոցում ասում է, որ մարդը, ով որ որոշել է իր կյանքը ուխ տանի Աստծու հետ, կին թե տղամարդ, պետք է գինուց, ցկիից հեռանա։ Հայրենում գրված է զգուշանա, ռուսերենում воздержаться, զուսպ մնա, հեռու մնա, հեռու։ Արի ոտի կանգնենք։ Երեք մի եղբոր հետ եմ խոսում խմելու մասին։ Մի եղբոր հետ եմ խոսում խմելու մասին ու խոսում եմ ինձ հրավիրել էր միտեղ, ես 3 հանդիպման էի գնացել ու հրավիրել էր միտեղ ու մենք իրար հետ մի քիչ շփվեցինք ու ասում սեղան եմ պատրաստել էլի քո համար, չգիտեմ, sense ես իմիշտ հանգանոց խմիչքներ, գին, ասում ես գիտեմ, որ դուք կոնյակ եւ օղի չեք խմում, բայց հոգինի չունեմ, ասի լուրջ ես ասում, ասես գինին կվերցնեմ, ասավ լուրջ, ասի հա, կակրաս, կեպեմ, սպիրտը մեջից գելնի, մի քիչ էլ ասի շակարավազ կլցնեմ ու հաղորդության գինի կբաժնեմ ժողովրդին, sense նայում հիմա չի հասկանում, ես լուրջ եմ ասում, թե ծաղրում եմ, ասեմ ժողովուրդ, ուզում եմ քեզի մի հատ բան ասեմ, երբ որ դու իմ ձեռը գինու շիշ ես տենում, ես չեմ տանում խմելու, ես տանում եմ էպելու, մի հատ վկայություն պատմեմ ու հավարտենք, Ղրիմում ծառայության ենք, սրանից երևի 4 տարի, 5 տարի առաջ, 5 տարի առաջ Ղրիմում եկեղեցի ենք սկսել ծառայության ենք ու կինս, ես գնացել եմ խանութ, կինս ինձ գրում է, կար պանիր կբերես, ասում եմ լավ, մեկի ասում է, մեկի մի հատ քաղցր բան էլի, պլիտկա, ասում եմ լավ, մի հատ է պլիտկա եմ առնում, հելնելուց ասում է հաջորդ շաբաթ էլ հաղորդություն պետք է ունենանք, տունը մի շիշ գինի կա եպած, բայց մի շիշը քիչ է, մի հատ է եկալ, ասում եմ լավ, հիմա ուզում եմ դու պատկերացնես, ես գինու շիշը ձեռես, գինին շշով, պանիրը ու այդ պլիտկեն, ոնց որ խմիչքի իրա զակուսկով, ու ես մոտենում եմ կասա, որ պետք է
Անցնեմ ու եղբայրներից մեկն էլ իմ հետ է, մեր եկեղեցու եղբայրներից մեկը իմ հետ է, ու այս քույրիկի աչքը խնդիր ունի, ու ասենց նայում եմ իրան, ասում եմ ձեր աչքը ցավում է, բան, ասում է, հա, մի քիչ խնդիր ունեմ, ասում եմ, թույլ կտաս քո համար աղոթեմ։ Այս քույրը նայում է ինձի, գինին ձեռը քահանա։ Այս եղբայրը ասում է, մի րոպե ներողություն, ասում է, Հովիվ ջան, ասում է, ձեռը գինի կա, պլիտկա կա ու պանիր, ասում եմ, հա հետո ինչ, ասում է, այսի խմիչքն է, ղրիմի խմիչքն է իրա զակուսկով։ Ասում եմ, այ քեզ հետաքրքիր զուգադիպություն, ասում եմ, դեսի վետ, ասում է, դե տուր, ես վերցնում եմ, յուղովոցում եմ ու քուրիկի համար աղոթում ու քուրիկը գիտեք, հետո զանգում վգայում է։ Ասում է, գիտեք, ասում է, ես զարմացա ու ինքը պատմում է հետո է պատմում։ Ասեմ, Ղրիմն այդքան ես իմ ինչ Սիմֆերոպոլ այդքան մեծ քաղաք չի էլի։ Հիմնականում բոլոր հոգևորները իրար ճանաչում են, հավատացյալները, կապ չունի որ եկեղեցուց են։ Ու վկայության համար պատմում են, ասում են, մի հատ քահանա է եկել խմիչքով, աղոթել է ու Աստված հրաշք արել։ Ուզում եմ ու ես հետո ասեցի, դենց չի եղել, ժողովուրդ։ Աստված հարբեցող քահանայի միջոցով հրաշք չի արել։ Աստված հաղորդության համար գինի առած քահանայի միջոցով արել։ Էդի լրիվ տարբեր բաներ են։ Դրա համար քեզ ասում եմ, որ հանկարծ իմ ձեռը գինու շիշ տնաս, իմացի, որ հաղորդության համար եմ արել։ Էն էլ այն դեպքում, երբ որ կինս ստեղ չի եղնում։ Անցած շաբաթ, երբ որ ձեռս դուրս եմ գալիս խանութից, ասում եմ, ինչ հետաքրքիր է։ Հիմա մեկը տենա, որ հովիվ 2 շիշ գինի ձեռը գնում է տուն։ Ասեմ, կամերաներ կան, որ գոնե նայեն, դատան, ֆիքսեն, որ ասեն, էսի հաղորդության գինի է։ Ժողովուրդ, մենք գինի մենակ խմում ենք հաղորդության ժամանակ, այն էլ եռացրած, որի մեջ որ սպիրտ, ալկոհոլ, ոգելից ոչ մի բան չկա։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Դու ինչ-որ բան ստացար։ Փառք Հիսուսին։ Հերիկա խմես, հերիկա։ Այս խոսքը վերցրու ու կգնաս, կապ չունի, հարազատը տա, ընկերը տա, բարեկամը տա, եթե մարդուն երկնքի առկայությունն ես ցանկանում, ասա հերիկա խմես, հերիկա, փառք Հիսուսին։ Պարզի ձեռներդ ընտունի օրնությունները մեր փառաբանության թիմը կփառաբանի ու կգնանք իրար հետ կշփվենք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը, Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր հետ եղնի ողջ շաբաթվա ընթացքում։ Գնացեք խաղաղությամբ։ Ամեն։